Ողջույն բոլորին, Armedia YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են։ Ես Հարություն Մինասյանն եմ եւ նախապես շնորհակալություն եմ հայտնում մեզ բարբերաբար աջակցողներին։ Հնարավոր է, որ մեկնաբանություններին ժամանակ առ ժամանակ չպատասխանեմ, բայց իմացեք, որ միշտ կարդում եմ եւ եթե մեզ առաջին անգամ եք դիտում, ապա բաժանորդագրվեք ալիքին։ Իդեպ մի քանի օր առաջ ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրամ Մովսիսյանն էր ինձ հյուր եկել եւ այդ հարցազրույցը կարող եք դիտել մեր ալիքում։ Հայտարարվել էր Մովսիսյանի առաջին գրքի խաղարկության մասին, խաղարկությունն ավարտվում է այս շաբաթ օրը եւ մեկ օր քննարկելուց հետո արդեն երկուշաբթի օրը կհայտարարենք հաղթողին։ Եթե ցանկանում եք Մովսիսյանի մակագրությամբ այս գիրքը լինի ձեր, ապա պետք է մեկնաբանություն գրեք Յուրամ Մովսիսյանի մասին նույն վիդեոյի տակ, հարցազրույցի տակ։ Եվ սկսենք լուրերը, գիրքը թողնենք մի կողմ։ Արդարադատության նախարարությունն այսօր հայտարարել է, որ ձերբակալվել է 3 անձ բրբանկում $1.5 միլիոն արժողությամբ տունը խարդախ եղանակով վաճառելու մեղադրանքով։ Տունը պատկանել է այլ անձի, իսկ կասկածյալները ըստ քննության օգտագործել են գողացված ինքնություններ եւ կեղծ փաստաթղթեր։ Ձերբակալված են Գլենիս Կարդոնան Սան Բեռնարդինո շրջանից, 50-ամյա Իվան Ռեեսը Վեննայզից եւ 46-ամյա Արշակ Ակոպյանը կամ նույն ինքը Ջոն Ակոպյանը Նորթրիջից։ 4-րդ կասկածյալը 54-ամյա Բալիս Տիկրիտին Մարինա Դել Ռեյց շարունակում է հետախուզվել։ Քննության տվյալներով սխեման գործել է 2023 թվականի վերջից մինչև 24 թվականի հունվար։ Գլենիս Կարդոնայի ընկերությունը, որը գրասենյակներ ունի Շերմանոքսում եւ Դաունիում, պատրաստել է կեղծ նույնականացման քարտեր, գնման պայմանագիր, Grant Deed, Deed of Trust եւ վարկային դիմումներ, որոնք կեղծ նոտարական վավերացում են ստացել ու ներկայացվել վարկատու կազմակերպությունների։ Դատախազության համաձայն մեղադրյալները միաժամանակ հանդես են եկել որպես տան սեփականատիրոջ եւ վաճառողի ներկայացուցիչներ առանց նրանց թույլատվության։ Ռեեսն ու Ակոպյանը որպես հիփոթեկային բրոկերներ ներկայացրել են կեղծ վարկային դիմումներ, փորձելով համոզել վարկատուներին ֆինանսավորել գործարքը։ Խմբին հաջողվել է ստանալ մոտ $975,000 վարկայի միջոցներ։ Այդ գումարներն ըստ քննիչների փոխանցվել են տարբեր երրորդ կողմերի հաշիվներին, որպեսզի կազմակերպիչները կարողանան յուրացնել միջոցները։ Եթե մեղադրանքները հաստատվեն, յուրաքանչյուր մեղադրյալի սպառնում է մինչև 30 տարվա դաշնային բանտարկություն։ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հայտարարել է հիպոթեկային օգնության ծրագրի ընդլայնման մասին նախատեսված աղետներից, այդ թվում 2025 թվականի Լոս Անջելեսի հրդեհներից տուժած բնակիչների համար։ Ծրագրի շրջանակում հիպոթեկային վճարումների օգնության ժամկետը եռամսյակից դարձել է 1 տարի։ Օգնության առավելագույն չափը բարձրացվել է $20,000-ից մինչև $100,000։ Աջակցությունը չի պահանջում վերադարձ եւ եկամտային սահմանաչափերը զգալիորեն ընդլայնվել են։ Ծրագրի համաձայն իրավասու բնակարանատերերը կարող են ստանալ մինչև 12 ամսվա հիպոթեկային վճարումներ, որոնք պետությունը կվճարի անմիջապես վարկը սպասարկող կազմակերպությանը։ Լոս Անջելես շրջանում այժմ օգնության համար կարող են դիմել ընտանիքներ, որոնց համակցված տարեկան եկամուտը հասնում է մինչև $281,400, մոտ $70,000 ավելի նախկին սահմանաչափից։ Ծրագրին դիմելն անվճար է, գումարները փոխանցվում են անմիջապես վարկատուին եւ երբեք չեն վերադարձվում։ Տեղեկությունների համար կարելի է այցելել calassistmortgagefund.org կամ զանգարել 800 501 0019։ Միաժամանակ Նյուսոմը հայտարարել է, որ նահանգը մշակում է նոր պետական աջակցության վերակառուցման ֆինանսավորման ծրագիր, օգնելու փակել ապահովագրական փոխհատուցումների եւ իրական շինարարական ծախսերի միջև առաջացած տարբերությունը։ Նահանգապետը կրկին կոչ արել դաշնային կառավարությանը տրամադրել լրացուցիչ օգնություն, պնդելով, որ Կալիֆոռնիան միայնակ չի կարող կրել երկարաժամկետ վերականգնման բեռը։ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատը, որը վերահսկվում է հանրապետականների կողմից, ընդունել է օրինագիծ, որով պահանջվում է ընտրություններին մասնակցելիս ներկայացնել Միացյալ Նահանգների քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ։ Օրինագիծը ընդունվել է 218 կողմ 213 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Հանրապետականներին միացել է միայն 1 դեմոկրատ։ Փաստաթուղթը պահանջում է, որ արդեն նոյեմբերյան միջանկյալ ընտրություններին գրանցվելիս ընտրողները ներկայացնեն քաղաքացիությունը հաստատող ապացույցներ։ Այն նաև նախատեսում է քրեական պատասխանատվություն այն ընտրական պաշտոնյաների համար, որոնք կգրանցեն ընտրողներին առանց պահանջվող փաստաթղթերի։ Հանրապետականները պնդում են, որ սա առողջ բանականության օրենսդրություն է, ուղղված ընտրությունների անվտանգությանը։ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը հայտարարել է, որ օրինագիծը նպատակ ունի ապահովել, որ ամերիկյան ընտրությունները որոշեն քաղաքացիները։ Դեմոկրատները սակայն կտրուկ քննադատել են նախաձեռնությունը, նշելով, որ այն ավելորդ բեռ է ստեղծում ընտրողների համար եւ կարող է սահմանափակել միլիոնավոր քաղաքացիների ընտրական իրավունքը։ Նրանց պնդմամբ շատ ամերիկացիներ չունեն հեշտ հասանելիություն անձնագրերի, ծննդյան վկայականների կամ այլ փաստաթղթերի, որոնք կպահանջվեն քաղաքացիությունը հաստատելու համար։ Հատկանշական է, որ դաշնային ընտրություններում ոչ քաղաքացիների մասնակցությունը արդեն իսկ օրենքով արգելված է, իսկ անկախ կազմակերպությունների եւ նահանգային պաշտոնյաների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ
նման դեպքերը ծայրահեղ հազվադեպ են։ Օրինագիծն այժմ փոխանցվում է հանրապետականների վերահսկողության տակ գտնվող Սենատ, սակայն փորձագետների գնահատմամբ այնտեղ այն դժվար թե հավաքի անհրաժեշտ 60 ձայնը ֆիլիբաստերը հաղթահարելու համար։ Նմանատիպ նախաձեռնությունները նախկինում ևս ընդունվել են ներկայացուցիչների պալատում, սակայն չեն անցել Սենատի փուլը։ Նախագահ Դոնալդ Թրամփն այսօր Սպիտակ տանը հայտարարել է, որ իր վարչակազմը վերացնում է 2009 թվականին ընդունված այն կարգավորումը, որով Օբամայի վարչակազմի ժամանակաշրջանում ջերմոցային գազերը ճանաչվել էին հանրային առողջությանը վտանգ ներկայացնող։ Թրամփը եւ EPA-ի ղեկավար նույն ինքը շրջակա միջավայրի պաշտպանության նախարար Լի Զեդլինը հայտարարել են, որ սա ԱՄՆ պատմության ամենախոշոր կարգավորիչ քայլն է։ Նրանց գնահատմամբ որոշումը կվերացնի մոտ 1.3 տրիլիոն դոլարի կարգավորիչ բեռ եւ կնվազեցին նոր ավտոմեքենաների միջին գինը շուրջ 2400-ից 3000 դոլարով։ Նախագահը պնդել է, որ նախկին քաղաքականությունը վնասել է ամերիկյան ավտոարդյունաբերությունը, բարձրացրել է մեքենաների գները եւ պարտադրել էլեկտրական մեքենաների անցում, որը նրա խոսքով սպառողների կողմից լայն աջակցություն չի ստացել։ Նա նաեւ հայտարարել է, որ վերացվում են 2012-ից հետո կիրառված ջերմոցային արտանետումների մի շարք ստանդարտներ։ EPA-ի ղեկավար Զելդինը նշել է, որ որոշումը հիմնված է այն գնահատականի վրա, որ Կոնգրեսը Clean Air Act-ով նման լայն լիազորություն չի տվել գործակալությանը։ Նրա խոսքով այս քայլը վերականգնում է օրենքի բառացի մեկնաբանությունը։ Հարց ու պատասխանի ընթացքում Թրամփը նաև անդրադարձել է մի շարք այլ թեմաների։ Նա նշել է, որ Իրանի հետ համաձայնագիր չկնքելու դեպքում իրավիճակը կարող է դառնալ շատ բարդ եւ շատ տրավմատիկ Իրանի համար։ Նա հաստատել է, որ հանդիպել է Բենյամին Նեթանյահուի հետ եւ պատրաստ է շարունակել բանակցությունները, սակայն վերջնական որոշումը իր ձեռքում է։ Նա խոսել է նաև հնարավոր DHS ֆինանսավորման դադարեցման մասին, նշել է, որ անհրաժեշտ է պաշտպանել իրավապահ մարմիններին եւ դեմոկրատների որոշ պահանջներ համարել է դժվար ընդունելի։ Կևին Նյուսոմը հայտարարել է, որ Կալիֆոռնիան դատական հայց կներկայացնի վիճարկելու այս որոշումը եւ շարունակելու է պայքարը կլիմայական աղտոտման դեմ անկախ Վաշինգտոնի դիրքորոշումից։ Նրա բնութագրմամբ, եթե որոշումը պահպանվի դատարաններում, ապա կհանգեցնի ավելի մահաբեր անտառային հրդեհների, ծայրահեղ շոկից մահացությունների աճի, ավելի հաճախակի ջրհեղեղների եւ երաշտի, ինչպես նաեւ համայնքների համար մեծացող սպառնալիքների։ Նյուսոմը շեշտել է, որ Clean Air Act-ը հստակ սահմանում է EPA-ի պատասխանատվությունը պաշտպանել հանրային առողջությունն ու բարեկեցությունը օդի աղտոտիչներից, ներառյալ ջերմոցային գազերից եւ հիշեցրել է, որ Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը 2007 թվականին վերահաստատել է այդ լիազորությունը։ Առողջապահական պաշտոնյաները եւս ընդգծել են ռիսկերը։ Կալիֆոռնիայի հանրային առողջապահության վարչության տնօրեն դոկտոր Էրիկա Պանի խոսքով, օդի որակի կարգավորումները նվազեցնում են սրտանոթային եւ թոքային հիվանդությունները, մինչդեռ կլիմայական փոփոխությունները մեծացնում են հրդեհների եւ ուժեղ փոթորիկների հետևանքով վնասվածքների ու մահերի վտանգը, ինչպես նաեւ մեծ է վարակիչ հիվանդությունների տարածման ռիսկը։ Նա նշել է, որ կլիմայական ազդեցությունները հատկապես ծանր են երեխաների եւ երիտասարդների հոգեկան առողջության վրա, առաջացնելով անհանգստություն, դեպրեսիա եւ հետտրավմատիկ խանգարումներ։ Նյուսոմը հայտարարել է, որ Կալիֆոռնիան շարունակելու է առաջնորդել կլիմայական քաղաքականությունը եւ դատարաններում պայքարել դաշնային որոշման դեմ, ընդգծելով, որ նահանգի բնակիչների կյանքն ու բարեկեցությունը կախված են հենց այդ պայքարից։ Եվ ֆինանսավորման դադարեցման թեմայով էլ ներքին անվտանգության նախարարության DHS-ի փակումը գրեթե անխուսափելի է թվում, քանի որ ներկայացուցիչների պալատի եւ սենատի օրենսդիրները պատրաստվում են լքել Վաշինգտոնը 10-օրյա ընդմիջման համար, իսկ Սպիտակ տան եւ դեմոկրատների միջև բանակցությունները մտել են փակուղի։ Դեմոկրատները պահանջում են նոր սահմանափակումներ ներգաղթային լայնածավալ քաղաքականության վրա։ Նրանց պահանջների թվում են IC եւ այլ դաշնային գործակալների համար պարտադիր նույնականացման հստակ պահանջներ, վարկու կանոնի խստացում, դատական օրդերների ավելի լայն կիրառում, մասնավոր տարածք մուտք գործելու համար սահմանափակումներ եւ պարտադիր դատավորի ստորագրած օրդեր։ Սպիտակ տունը երեք ուշ երեկոյան ներկայացրել էր նոր առաջարկ, որը Սենատի մեծամասնության առաջնորդ Ջոն Թյունը բնութագրել էր որպես զիջումներ հանրապետական վարչակազմի կողմից, սակայն նա չէր մանրամասնել այդ զիջումների բովանդակությունը եւ ընդունել է, որ կողմերը դեռ շատ հեռու են լուծումից։ Սենատում ֆինանսավորման նախագիծը մերժվել է, չհավաքելով անհրաժեշտ 60 ձայնը։ Սա նշանակում է, որ առանց նոր քայլերի ֆինանսավորումը կսպառվի ուրբաթ կեսգիշերից։ Եթե DHS-ը փակվի, առաջին փուլում ազդեցությունը սահմանափակ կլինի։ Այսի գործողությունները դժվար թե դադարեցվեն, քանի որ նախորդ տարի ընդունված հարկային եւ բյուջետային օրինագիծը գործակալությանը տրամադրել է մոտ 75 միլիարդ դոլար կալանավայրերի եւ գործողությունների ընդլայնման համար։ Սակայն նախարարության այլ կառույցներ, օրինակ տրանսպորտային անվտանգության վարչությունը TSA-ը, դաշնային արտակարգ իրավիճակների գործակալությունը FEMA-ն, գաղտնի ծառայությունը եւ ափային պահակախումբը կարող են ավելի լուրջ ազդեցություն կրել, հատկապես երկարատև փակման դեպքում։ Կողմերը շարունակում են բանակցությունները, սակայն առայժմ փակման վտանգը մնում է
իրական։ Ներքին անվտանգության նախարար Քրիստին Նոեմը այսօր Կալիֆոռնիայի Օթայի Մեսայի սահմանային անցակետում հանդես է եկել հայտարարությամբ ներկայացնելով վարչակազմի սահմանային քաղաքականության արդյունքները եւ թմրանյութերի դեմ պայքարի վերջին տվյալները։ Նոեմը նշել է, որ Սան Դիեգոյի շրջանում գտնվող պահեստում ներկայումս պահվում է 188,218 ֆունտ արգրավված ապօրինի թմրամիջոց։ Այդ քանակից ավելի քան 100,000-ը մետամֆետամին է, շուրջ 50,000-ը կոկային եւ մոտ 7,400 ֆունտը ֆենտանիլ։ Պաշտոնյաների հաշվարկով պահեստում գտնվող թմրամիջոցները համարժեք են ավելի քան 1.7 միլիարդ մահացու դեղաչափի, որը նրանց գնահատմամբ կարող էր տարածվել Միացյալ Նահանգներում։ Նախարարի տվյալներով հարավային սահմանի ապօրինի հատումների թիվը նվազել 93%-ով, համեմատած նախորդ վարչակազմի ժամանակահատվածի հետ։ Ֆենտանիլի ներմուծման ծավալը ըստ ներկայացված տվյալների նվազել է 56%-ով։ Նոեմը նաև անդրադարձել է Կալիֆոռնիայի նահանգային քաղաքականությանը, նշելով, որ այս նահանգի բանտերում եւ կալանավայրերում ներկայացրել է ավելի քան 33,000 անձի դաշնային պահանջ քրեական անցյալ ունեցող ապօրինի ներգաղթյալներին այսին փոխանցելու վերաբերյալ, սակայն նահանգային քաղաքականության պատճառով ազատ է արձակվել եւ չի փոխանցվել ավելի քան 4500 անձ։ Միացյալ Նահանգների սահմանային հարցերով պատասխանատու բորդեր ցար Թոմ Հովանը հայտարարել է, որ Մինեսոտայում իրականացված լայնածավալ ներգաղթային գործողությունը ավարտվում է։ Նրա խոսքով գործողության շրջանակում ձերբակալվել է ավելի քան 4000 ապօրինի ներգաղթյալ, որոնց թվում կան սպանություններ կատարած անձինք, բռնաբարություններ եւ անչափահասների նկատմամբ սեռական հանցագործություններ իրականացրած անձինք, ինչպես նաեւ ազգային անվտանգությանը սպառնալիք հանդիսացող անհատներ։ Նրա պնդմամբ այժմ ավելի մեծ համագործակցություն կա նահանգային եւ տեղական իրավապահ մարմինների հետ, ինչը թույլ է տալիս քրեական անցյալ ունեցող անձանց ձերբակալել բանտերից ազատ արձակման պահին, առանց համայնքում լրացուցիչ վտանգ ստեղծելու։ Միաժամանակ նա հերքել է այն պնդումները, թե այս ձերբակալությունները իրականացրել հիվանդանոցներում, դպրոցներում կամ եկեղեցիներում, նշելով, որ նման դեպքեր չեն գրանցվել։ Հոմանը նաև հայտարարել է, որ ավելի քան 200 մարդ ձերբակալվել է դաշնային իրավապահներին խոչընդոտելու կամ նրանց նկատմամբ բռնի գործողություններ իրականացնելու համար։ Նրա խոսքով, թեև լայնածավալ գործողությունը ավարտվում է, ներգաղթային օրենսդրության կիրառումը շարունակվելու է ամբողջ երկրում։ Նա կրկնել է նախագահ Դոնալդ Թրամփի խոստումը իրականացնել զանգվածային արտաքսումներ, առաջնահերթություն տալով հանրային անվտանգության սպառնալիք հանդիսացող անձանց։ Գործողության ավարտից հետո ուժերի զգալի մասը կվերադառնա իրենց հիմնական ծառայության վայրեր կամ կտեղակայվի երկրի այլ հատվածներում։ Նենսի Գաթրիի թեմայով էլ անհետացման գործով նոր տեսանյութ է հայտնվել, որը տեղեկությունների այժմ գտնվում է ՀԴԲ-ի ուշադրության կենտրոնում եւ կարող է կարևոր նշանակություն ունենալ քննության համար։ Տեսագրությունն արվել է նույն գիշերը ժամը 1:52-ին։ Նենսի Գաթրիի տանից մոտ 5 մղոն հեռավորության վրա գտնվող բնակավայրում։ Կադրերում երևում է մի տղամարդ, որը կրում է ուսապարկ ու ձեռքին էլ պահում է եւս մեկը։ Վերջինիս վրա առկա են արտացոլող գծեր, որոնք նման են այն ուսապարկին, որը կրում էր Գաթրիի տան մոտ տեսախցիկում ֆիքսված ենթադրյալ առևանգողը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ այդ ուսապարկը Walmart-ի արտադրանք է եւ բավական տարածված մոդել է։ Տեսանյութում տղամարդը փորձել է բացել բնակելի տան դարպասը, սակայն չի կարողացել ու հեռացել է ժամը 1:53-ին։ Ժամանակային համընկնում այս գործով առանձնահատուկ կարևոր է։ Ավելի վաղ ՀԴԲ-ն հայտարարել էր, որ Նենսի Գաթրիի տան տեսախցիկը անջատվել է ժամը 1:47-ին, իսկ իրավապահ աղբյուրները փոխանցել են, որ առևանգողի մասին հրապարակված տեսանյութը Նենսի Գաթրիի տան դիմաց եղել է գիշերը ժամը 2:12-ին։ Եթե տեսանյութում երևացող անձը եւ ենթադրյալ առևանգողը նույն մարդիկ են, ապա հաշվարկներով նա կունենար մոտ 19 րոպե 5 մղոն ճանապարհ անցնելու եւ Գաթրիի տան մոտ հայտնվելու համար։ Սակայն իրավապահները շեշտում են, որ դեռևս հաստատված չէ, արդյոք այս անձը կապ ունի առևանգման հետ։ Այդ պատճառով տեսանյութում դեմքը մշուշված է։ ՀԴԲ-ն ակտիվորեն ուսումնասիրում է հնարավոր կապերը։ Միևնույն ժամանակ տեղեկություններ են տարածվել, որ Նենսի Գաթրիի տանից ոչ հեռու հայտնաբերվել են սև ձեռնոցներ։ Դրանք այժմ փորձաքննության փուլում են պարզելու իսկությունը եւ հնարավոր առնչությունը գործի հետ։ Ըստ Phoenix-ի FBI գրասենյակի կասկածյալը նկարագրվում է մոտ 5 ֆուտ 9-ից 10 դյույմ, դա նույնն է ինչ 175-ից 178 սանտիմետր հասակով միջին կազմվածքով տղամարդ։ ՀԴԲ-ն հայտարարել է, որ թարմացված նկարագրությունը նպատակ ունի կենտրոնացնել հանրությունից ստացվող հուշումները։ Փետրվարի 1-ից ի վեր գործով ստացվել ավելի քան 13000 հաղորդում, իսկ Փիմա շրջանի շերիֆի վարչության տվյալներով ընդհանուր զանգերի թիվը հասել է 18000-ի։ Գործակալությունը նաև բարձրացրել է պարգևավճարի չափը $50,000-ից հասցնելով $100,000 այն տեղեկությունների համար, որոնք կօգնեն գտնել Գաթրիին կամ կհանգեցնեն նրա անհետացման մեջ ներգրավված անձանց ձերբակալության ու դատապարտման։
Լոս Անջելեսի 2028 թվականի օլիմպիական խաղերի կազմ կոմիտեի նախագահ Քեյսի Վասերմանը կմնա պաշտոնում, չնայած Ջեֆրի Էփստեյնի վերաբերյալ վերջերս հրապարակված պետական փաստաթղթերում նրա անվան հիշատակմանը։ Այս մասին հայտարարել է LA 28-ի կազմ կոմիտեն, նշելով, որ իրականացվել է Վասերմանի նախկին շփումների մանրակրկիտ ուսումնասիրություն կապված հանգուցյալ ֆինանսիստ եւ սեռական հանցագործ Ջեֆրի Էփստեյնի, ինչպես նաեւ դատապարտված նույն գործով մեղադրյալ Գիլեյն Մաքսվելի հետ։ Արդարադատության նախարարության կողմից նախորդ շաբաթ հրապարակված նոր փաստաթղթերում ներառված են 2003 թվականի էլեկտրոնային նամակներ Վասերմանի եւ Մաքսվելի միջև։ LA 28-ի կազմկոմիտեն հայտնել է, որ ցանկացած բնույթի մեղադրանք լուրջ է ընդունում եւ արտաքին իրավաբանական խորհրդատու էլ վարձել Վասերմանի կապերն ուսումնասիրելու համար։ Կազմակերպության հայտարարության համաձայն Վասերմանը լիովին համագործակցել է քննության ընթացքում, ուսումնասիրությունն էլ պարզել է, որ Վասերմանի եւ Էփստեյնի միջև այլ շփումներ չեն եղել։ Բացի արդեն հանրությանը հայտնի հանգամանքներից հաստատվել է նաև, որ 2003 թվականին, մինչ Էփստեյնի եւ Մաքսվելի հանցագործությունների բացահայտումը, Վասերմանը եւ նրա այն ժամանակվա կինը մասնակցել են Քլինթոնի հիմնադրամի հումանիտար ուղևորությանը Էփստեյնի ինքնաթիռով։ Դրանից հետո արձանագրվել են միայն հանրությանը հայտնի նամակագրությունները Մաքսվելի հետ։ Վասերմանը հրապարակային ներողություն է խնդրել Մաքսվելի հետ հաղորդակցվելու համար եւ հերքել է Էփստեյնի հետ որևէ անձնական կամ բիզնես կապ ունենալը։ Այդուհանդերձ որոշ հանրային դեմքեր կոչ են անում նրան հրաժարական տալ։ Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով կիրակի երեկոյից տարածաշրջան կմտնի բազմօրյա հզոր ցիկլոն, որը կբերի ինտենսիվ տեղումներ, լեռնային ձյուն եւ ամպրոպներ։ Օդերևութաբանների գնահատմամբ հնարավոր են ջրհեղեղներ, ճանապարհների վրա ջրի կուտակումներ եւ կիրճերում սողանքներ։ Առաջին փոթորիկի ժամանակ ձյան սահմանը հիմնականում կմնա 6000 ֆուտից բարձր։ Երեքշաբթի եւ չորեքշաբթի օրերին տարածաշրջան կհասնեն եւս երկու փոթորիկներ ավելի սառը օդային զանգվածներով։ Չորեքշաբթի ձյան սահմանը կարող է իջնել մինչեւ 3000 ֆուտի, իսկ ամպրոպների հավանականությունը կավելանա։ Օդերևութաբանները բնակիչներին հորդորում են նախապես պատրաստվել, հատկապես այն շրջաններում, որտեղ առկա է սողանքների կամ ջրհեղեղների ռիսկ։ Այսօրվա համար այսքան է։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Առողջ եղեք։